Իրականում ինչ արեցին իշխանական այդ քարոզչության գեներալները, հա, ըստ էության լսարանը բաժանեցին 3 մասի, հանրությանը, հա։ Առաջին մասը դա իրենց կողմնակիցներն են, նույնիսկ իրենց կողմնակիցների համար դա նորմալ չի, երբ շարասյունը մարդա սպանում ու առանց կանգնելու գնում, հա։ Երկրորդը դա չեզոք լսարաններն են, այսպես ասած չքաղաքականացված մարդիկ, ու երրորդը դա ընդդիմությունն է, ընդդիմադիր տրամադրված քաղաքացիներ, ինչպես աշխատեցին, ամեն լսարանի համար առանձին մի հատ պատմություն հնարեցին, առանձին ուղերձ, իրենց աջակիցների համար, հա, այսպես ասած, մի քիչ բանն ասեմ, նիկոլականների համար որոշեցին այսպիսի մի հատ թեզ գցել դաշտ, թե իբր Սոնա Մնացականյանը փողով ցուցարար էր, որը հատուկ ուզում էր սադրանք կազմակերպել, ուրեմն հղի նետվել ավտոյի տակ, ուղղակի լավ չի հաշվարկել ու զոհվել է։ Այդպիսի բան էին գցել, հեսա կտեսնենք օրինակները։ Չեզոք լսարանի համար այն էլի լրիվ սուտ թեզն էին գցել, թե իբր բաներ, իբր թե կամակոր աղջիկ ա եղել, չի լսել ոստիկանին, վիճելա ոստիկանի հետ ու դրա համար այս դեպք եղել, դա սուտ ա տեսանյութերում ոստիկանը մեջքով ա կանգնած։ Այն պահին, երբ որ պետք է կարգավորել ու իրաց չթողել անցնել, ոստիկանը ընդհանրապես Սոնային ու այդ Սոնայի դիմացից գնացող են մյուս աղջկան մեջքով ա կանգնած։ Հա։ Ու երրորդը ընդդիմությանն էլ ասին, դե իրանք նիկոլական ընտանիք են։ Հա։ Ու նամանավանդ, երբ որ այդ առաջի օրը Սոնայի հայրը այդ հույզերի մեջ, հա, այդ ծանր վիճակում, որ լրագրողները սկսել էին հարցեր տալ, այդ քաղաքական հարցեր տալ, ասել էր մի քաղաքականացրեց, դա սարքվեց դրոշ ու դա մատուցվեց ընդդիմությանը։ Ասեմ, որ բավականին հաջող այդ իրանք գործողությունը արեցին ու մի պահ կար, որ ընդհանրապես այս դեպքը մոռացվել էր։ 22-23 թվականի այդ պահին այդ դեպքից համարյա չէր խոսվում։ Ուրեմն հաջորդը արդարության իմիտացիան, որ արդեն մեծ անարդարություն եղել է, իմիտացիա են անում, թե իբր արդարությունը վերականգնում են։ Ինչպես են անում, պաշտոնական գործընթացներ, բոլորդ լսել եք, չէ, դե սպասեք հլը, քննությունը ամեն ինչ կպարզի, դատարանը ամեն ինչ կորոշի, սա ստանդարտ սխեմա է, թեման փակելու, հա, թե հետո ինչ կլինի, դատարանը ինչ կորոշի, մարդկանց մեծ մասը չի իմանում։ Ավելին ասեմ, եթե մենք օրինակ այս թեմային այսքան ուշադիր չհետևեինք ու անդադ այս մասին չխոսեինք, երևի թե քչերն էլ հասկանային, որ անարդարությունը շարունակվում է։ Ավելին անցած տարի, երբ որ դատարանը, Առաջիացյանի դատարանը վերջապես մեղավոր ճանաչեց վարորդին եւ դատապարտեց 1.5 տարվա ազատազրկման, շատ տեղեր այդ լուրը գնաց ու շատ մարդիկ իրանց թվաց, որ վերջ թեման փակված է։ Մարդիկ չգիտեն, որ կա բողոքարկումների փուլ, որ այդ բողոքարկման փուլում կարող է ուղարկեն հետ էլի առաջի Ացյանի դատարան, որ թեկուզ վերաքնիչ դատարանում է գործը ձգվում, օրինակ վերջին իստը հետաձգվեց էլի մի քանի շաբաթով։ Մի խոսքով այդ բոլոր մեթոդները, հա, ձգձգելու ու վաղեմության ժամկետը սպառելու, անցկացնելու, որպեսզի մեղավորներից մեկը ընդհանրապես գետ 1 օր ազատազրկման մեջ չլինի։ Այդ հարցով մեկ ավելացում հենց, քանի որ այդտեղ ասվում է, որ հա, հենց նորությունը այդպես գնաց, որ դատապարտվել է 1.5 տարվա ազատազրկման, նույնիսկ այդ թեմայով հետաքրքրվողների համար առաջին հայացքից կարող է պարզ չլինել հիմա այդ մարդը դատապարտված է, թե ոչ, այնինչ այդ մարդը ազատության մեջ է։ Շատերը վստահ են, որ վարորդը արդեն ազատազրկված է, բայց ոչ միայն ազատազրկված չի, այլև շարունակում է աշխատել նույն տեղում։ Ու երբ այս բոլոր գործընթացները չեն աշխատում, սկսվում է տուժածների ահաբեկում, կաշառելու փորձեր եւ այլն։ Բայց այն էլ ասեմ, որ մի վարքյան հայս ունգանք, հա, բայց այն էլ ասեմ, որ այս
դեպքում երևի թե վերջի փուլին իհարկե սա ընտանիք կասի եղել են ինչ որ սպառնալիքներ, հոգեբանական կտանքների մասին ասաց Մարիամը եւ ասեմ, որ Սոնայի հայրը մի քանի անգամ սրտի վիրահատություն է տարել, իսկ Սոնայի հորեղբայրը հենց դատական նիստի ժամանակ սրտի կաթված է ստացել։ Բարիս բուն իմաստով կտանքների են իրանց ենթարկում, օրինակ այդ նույն վիդեոն 10 քանի անգամ ստիպում են անընդհատ նայել այդ զոհվելու պահը։